Ողջույն, այսօր ես ձեզ կպատմեմ մի իրական պատմություն այն մասին, թե ինչպես են կորել հարյուրավոր և հազարավոր աղջիկներ։ Այս ամենի գաղտնիքը կայանում է մի անձի մեջ՝ Ջեֆրի Էմփշտեյն։ Այս մարդը այդ աղջիկներին տանում էր իր սեփական կղզի ուղղաթիռով։ Ոչ ոք այլևս այս աղջիկներին չէր կարողանում գտնել։ Ներգրավված էին այս պատմության մեջ բազմաթիվ աստղեր, դերասաններ, երգիչներ, քաղաքական գործիչներ և անգամ թագավորական անդամներ։ Այս պատմությունը մնաց գաղտնի գրեթե 20 տարի, քանի որ ոչ մեկին ձեռնտու չէր, որ այս գործը ջրի երես ելնի։ Իսկ ինչ էր տեղի ունեցել իրականում և ինչով այս պատմությունը ավարտվեց, կիմանաք Criminality-ի եթերում։ Սկսենք Էփշտեյնի մանկությունից։ Էփշտեյնը ավարտել է իր դպրոցը 16 տարեկանում, գրեթե 2 տարի ավելի շուտ, քան իր հասակակիցները։ Դրանից հետո նա ընդունվում է ոչ թե 1, այլ միանգամից 2 համալսարաններ, քանի որ հետաքրքրված էր մաթեմատիկայով և ֆիզիկայով։ Չավարտելով այդ համալսարաններից և ոչ մեկը, առեղծվածային կերպով Էփշտեյնը ընդունվում է աշխատանքի որպես մաթեմատիկայի ուսուցիչ դպրոցներից մեկում։ Բոլոր մարդիկ, ովքեր նրան ճանաչել են, իր հետ աշխատել են ժամանակին, պնդում են նույն բանը։ Էմփշտեյնը շատ խարիզմատիկ էր և գիտեր, թե ինչպիսի մոտեցում է անհրաժեշտ հարուստ մարդկանց գրավելու համար։ Այդպես էլ տեղի է ունենում, քանի որ Էփշտեյնի կյանքը դասավորվեց այնպես, որ լինելով մաթեմատիկայի դասատու, նա հանդիպում է մի շատ մեծահարուստ մարդու, ում հետ և շարունակում է իր գործունեությունը։ Դպրոցում աշխատելը Էփշտեյնի համար դարձավ ճակատագրական։ Նա հանդիպում է մեծահարուստ մարդու, Բեռն անունով բանկի գործադիր տնօրենին, Ալան Գրինբերգին, ում հետ և շարունակում է աշխատելը իր հետագա տարիների ընթացքում։ Ահա թե ինչ է պատմում Ջեֆրի Էփշտեյնը Ալանի մասին։ Ես սկսել եմ աշխատել այդ բանկում 1976 թվականին։ Բանկը որևէ տրեյնինգներ չէր իրականացնում։ Պարզապես չկար որևէ դասընթաց։ Ալան Գրինբերգը հայտնեց իր ցանկությունը, որ ես սովորեմ բիզնեսի յուրաքանչյուր ոլորտ։ Բանկից դուրս գալուց հետո Էփշտեյնը փորձում էր ներդրումների հետ կապված աշխատանք սկսել, բայց ամեն ինչ ապարդյուն էր։ Այնուհետև նա հասկանում է, որ պետք է նոր ծանոթություն և այն բարեհաջող ձեռք է բերում։ Այս անգամ նա ծանոթանում է միլիարդատեր Լեսլի Ուեքսների հետ, ով կարելի է ասել փրկում է իր կարիերան, քանի որ 20 տարի շարունակ նրանք միասին համագործակցում են և բավականին բարեհաջող։ Բացի այն, որ Էփշտեյնը դառնում է միլիոնատեր, նա նաև ձեռք է բերում շատ մեծ և լավ ծանոթություններ աստղերի հետ, քաղաքական գործիչների և անգամ թագավորական ընտանիքի հետ։ Այնուհետև նա ծանոթանում է Գիսլեյն Մաքսվելի հետ, ով հանդիսանում էր մեդիա մագնատ Ռոբերտ Մաքսվելի դուստրը։ Այնուհետև նրանք սկսում են ընկերություն անել և իրենց ընկերությունը բավականին տարօրինակ էր, քանի որ ոչ ոք չէր կարողանում հասկանալ ինչպիսի հարաբերությունների մեջ են։ Նրանք ընկերներ էին, գործընկերներ, սիրեկաններ, ոչ ոք այդ հարցի պատասխանը չուներ։ 20 տարի անց մահանում է Էփշտեյնի գործատուն Լեսլին, ով թողնում է նրան բավականին մեծ ժառանգություն։ Գրեթե $500 միլիոն արժողությամբ մեծ տուն Մանհեթենում, որտեղ և շարունակում է ապրել Էփշտեյնը։ Դրանից հետո նա սկսում է օգտվել իր ընկերուհու Գիսլեյնի հոր կարգավիճակից, ով իմիջիայլոց հանդիսանում էր շատ հայտնի կանացի բրենդի Victoria's Secret-ի սեփականատերը։ Այդ ամենից օգտվելով նա սկսում է հրավիրել իր տուն երիտասարդ աղջիկների, իբրև թե կաստինգ անցկացնելու նպատակով։ Բնականաբար հարևանները և ծանոթները սկսում են կասկածել, թե ինչ է արդյոք կատարվում այդ տանը։ Այդ ամենը գիտակցելով Էփշտեյնը հասկացավ, պետք է ինչ-որ բան փոխել։ Եվ փոխում է, նա իրականացնում է շատ մեծ 2 գնում։ Առաջին, նա գնում է Boeing մագնիշի ուղղաթիռ և երկրորդ սեփական կղզի։ Գրեթե երկուսի անունն էլ հետագայում ձևափոխվում են։ Օրինակ, կղզին ձևափոխվում է և վերանվանվում է Ջեֆրիի կղզի, իսկ ուղղաթիռը պարզ պատճառներով Լոլիտա Էքսպրես։ Ինչպես էր աշխատում Էփշտեյնի չարագործությունը։
Ինչպես եւ նշել էինք, այս ամենի մեջ մեծ ներգրավվածություն ուներ իր ընկերուհին Ghislaine-ը։ Նա զբաղվում էր աղջիկների ներգրավվածությամբ։ Աղջիկները Ghislaine-ին դիմում էին մոդելային կարիերա սկսելու նպատակով, բայց որոշ ժամանակ անց հայտնվում են կղզում, որտեղ կորցնում են որևէ կապ ընտանիքի հետ։ Աղջիկներից խլում էին եւ հեռախոսը, եւ անձնագիրը։ Այդ աղջիկները երկար տարիներ շարունակ ապրել են այդ կղզում եւ անգամ ոչ մի կերպ չէին կարողանում փախչել։ Կային իհարկե աղջիկներ, ովքեր լողալով էին փորձում այդտեղից փախչել, բայց իհարկե կրկին հետ էին վերադառնում կամ էլ նրանց էին հետ վերադարձնում։ Գրեթե 70 հոգի հետևում էր այդ աղջիկներին, որպեսզի նրանք մնան այդ կղզու սահմաններում։ Կային այնպիսի աստղեր, ովքեր կարող էին գային այդ կղզի 2-3 օրով եւ կրկին անցնել իրենց մշտական աշխատանքի։ Այդ ամենը աշխատում էր բուրգի կարգավիճակով։ Մի աղջիկ գալիս էր եւ դրանից հետո որոշ ժամանակ անց հրավիրում էր իր ընկերուհիներին։ Այդպես տեղի է ունենում 2005 թվականին, երբ աղջիկներից մեկը հասցնում է պատմել այս ամենի մասին իր մայրիկին։ Դե, իսկ մայրիկը իհարկե հրավիրում է ոստիկանությանը, ով սկսում է զբաղվել այս հարցով։ Ոստիկանությունը մի փոքր ուսումնասիրելուց հետո հասկանում է, գործը բավականին խորքային է։ Քանի որ այս ամենի մեջ ներգրավված էին շատ մեծ քանակությամբ հայտնի մարդիկ, ովքեր իհարկե չէին ուզում բացել բոլոր խաղաքարտերը, նրանք նախընտրեցին շատ հեշտ ձևով փակել այս գործը։ Այսինքն, ընդամենը մեկ հոդվածով Էփշտեյնին ձերբակալում են եւ նստացնում բանտ ընդամենը 1.5 տարի ժամկետով։ Էփշտեյնը վերադառնում է աշխատանքի անմիջապես բանտից ազատվելուց հետո եւ անկախ այս պատմություններից աստղերը շարունակում էին ժամանել այս կղզի։ Իդեպ, բնակիչները հասկանում էին, որ այս աղջիկներին բերել են ոչ թե ինքնակամ, այլ ստիպողաբար։ Նրանք նաև հասկանում էին, որ աղջիկները ընդհանրապես չեն հասկանում, թե ինչպես են այստեղ գտնվել։ Նրանք գալիս էին հուդիներով եւ շատ թանկարժեք իրերով, պայուսակներով, կոշիկներով ու հավերժ այդտեղ էին մնում։ Հայտնիներից այստեղ ժամանում էր նաև Թրամփը, ով Էփշտեյնի մասին խոսում էր հետևյալ կերպ. Ես Ջեֆրիին ճանաչում եմ 15 տարի, հրաշալի տղա է, նրա հետ շատ ուրախ է անցնում։ Ասում են, որ սիրում է գեղեցիկ կանանց նույնքան շատ, որքան ես։ Աղջիկների մեծամասնությունը երիտասարդ են, անկասկած Ջեֆրին վայելում է իր անձնական կյանքը։ Երբ այս ամենը բացահայտվում է, Էփշտեյնին իհարկե ձերբակալում են։ Նա փորձում է մեկ անգամ ինքնասպան լինել, դա իրեն չի հաջողվում եւ նա կրկնում է այդ փորձը։ Երկրորդ անգամ հաջողվում է։ Նա պարզապես կախվում է եւ բացահայտվում է, որ բոլոր տեսախցիկները այդտեղ ջարդված էին, իսկ աշխատակիցները ընդհանրապես տեղյակ չէին, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։ Չար մարդիկ երկար են ապրում, քանի որ իրենց մահից հետո սպասվում է հավերժական դժոխք։ Դեռ քանի աղջիկներ են տարվա ընթացքում կորչում անհետ, եւ քանի այդպիսի կղզիներ կան, որոնց գոյության մասին մենք անգամ չգիտենք։ Այս ամենի մասին մտածելը միայն շատ վախենալու է։ Իսկ ձեզ հետ է ես, Խալաթյան Քրիստինան։ Եթե հավանեցիք, ուրեմն բաժանորդագրվեք ալիքին եւ թողեք ձեր մեկնաբանությունը։ Շնորհակալություն։